Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում, հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն, ակտիվների գույքագրում Prof Alliance Հա ինչ ես մտածում Դե առանձնապես շատ բան չկա մտածելու ես հասկանում եմ ինչի է ուզում ուրիշներին վաճառի որովհետեւ եթե իմ դեպքում պիտի պարտքը մարի ուրիշի դեպքում ուղղակի փող է վերցնում Դե հա Ուղղակի գոնե քեզ զգուշացներ, գոնե մի բերան ասեր Չի կարելի այդ ընկերությունը ում ասես տենց տալու վաճառել Կամ գոնե խելքը գլխին մի մարդ լինի, որ կարողանանք հետը լեզու գտնել Դու գիտես դա իրան հետաքրքիր է, հա Ով շատ փող տա, նրան էլ կվաճառի էլի Ես հասկանում եմ ու դրա համար եմ ասում Կարող է ամեն դեպքում հետը խոսես, ասես որ գիտես ու ինչ-որ բան պայմանավորվես Չգիտեմ, մոք, չգիտեմ ինչքանով դա կազդի իրա վրա Ախր եթե նորմալ գին ասեր, ես էլ կառնեի Էսի մի բան ասեմ, քեզ հաստատ ավելի թանկով ավաճառել Այդ էլ կա Դե լավ շատ մի մտածի, մեծ հաշվով եթե նոր բաժնետերը իմ դուրը չեկավ, ես իմ մասը կվաճառեմ ու վերջ Ոնց շատ մի մտածի Ախր դու միշտ երազել ես շինարարական ընկերություն ունենալ, իսկ այս ընկերության հիմքը քո մոր ունեցվածքն է Ոնց կարելի ամեն շուն ու գելի վաճառել տենց մեծ հսկայական ընկերությունը Լավ, ես կփորձեմ հետը խոսեմ, տեսնենք ինչ դուրս կգա Ուղղակի մի բան էլ կա Լավ, ասենք վաճառեց, հետո ինչ է անելու Երկրից գնալու է, թե նոր բիզնես է սկսելու Չգիտեմ, չեմ հասկանում Ես արդեն չեմ էլ հարցնում քեզ Սիրում ես թե չէ Ես տեսնում եմ Դու Դավիթին չես սիրում Դու հիմա ինչ էլ ասես Ինձ հակառակում չես համոզի Պապ Մի ընդհատիր Թող ասեմ Հարգելը սիրել չի Վախենալը սիրել չի Հարգելը սիրել չի Կամ սիրում ես, կամ չես սիրում Դու Դավիթին չես սիրում Ու չգիտեմ ինչ հրաշք կարող է կատարվել որ դու հանկարծ սիրես Դավիթին Ու հենց դրա համար ես քեզ առաջարկ ունեմ Խոսիր Դավիթի հետ ու արի տուն Եթե դա քեզ համար դժվար է, ես ինքս կխոսեմ Դավիթի հետ Հա, խոսիր, աղջիկ ջան, մի բան ասա Դու հետևանքների մասին մտածել ես Ես Սրապյանին նկատի ունեմ Ես Սրապյանի հետ կխոսեմ Նա հիմա շատ վատ վիճակում է Ի վերջո գործարք կկնքեմ հետը Պապ, քո ընկերության 25%-ը Ու բացի հետ ինքը կանգ չի առնի, եթե դու ընդառաջ գնաս Դրանով չի բավարարվի Ես թքած ունեմ այդ 25%-ի վրա Կարևորը որ դու ազատ կլինես Ինչի սա պետք է ազատությունը, եթե չեմ կարող Արեգի հետ լինեմ Դե կապիտանի հոր հետ կապված զուտ ենթադրություններ են, բայց ենթադրություններով չի լինի, փաստեր են պետք։ Ու վերջ։ Հա։ Բայց հորս վթարի հետ կապված ոչ մի բան չասեցիք։ Դե որովհետև ոչ մի բան չգիտեմ։ Բա այդ դեպքում ինչի են Սաթենին նկարներ ուղարկում։ Այն մարդը, ով որ Սաթենին նկարներ է ուղարկել, ուզել է, որ ինքը այդ նկարները հանձնի կապիտանին, կապիտանն էլ հետաքննություն սկսի, կամ ուզել է, որ Սաթենը ինձ շանտաժ անի ու ես իմ ենթադրությունների մասին բարձրաձայնեմ։ Բայց Արեգ ջան, իսկապես ես բան չգիտեմ քո ծնողների մասին, հավատա ինձ։ Կարող է քեզ ինչ-որ բան հյուրասիրեմ։ Չէ, շնորհակալ եմ շատ։ Ինձ էլ կներեք անիմաստ անհանգստացրեցի ձեզ։ Չէ, իրականում ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ոչինչով չեմ կարող օգնել։
Ես ի սկզբանե դեմ եմ եղել։ Ես իմ հոգու խորքում հավատում էի, որ մի օր այս պատմությունը կբացվի ու դուք այլևս չեք կարողանա միասին լինել, որ կբաժանվեք։ Հիմա հասկացար, թե ինչի եմ դեմ եղել։ Եթե այս ամենը իմանալով դու կկարողանաս սրանից հետո էլ ապրել Արեգի հետ միասին, ես խոստանում եմ, որ ոչ մի ձև չեմ կանգնի ձեր մեջտեղ, երդվում եմ։ Դե խոսիր, մի բան ասա, աղջիկ ջան։ Չգիտեմ, պապ, ես չգիտեմ Արեգը ինչ կորոշի։ Ու հետո իմ համար դժվար է նույնիսկ իր դեմքին նայելը, երբ ես այս ամեն ինչի մասին գիտեմ։ Բացի դրանից մի բան էր Արեգի հետ լինելու ցանկությունը այն ժամանակ, երբ ես տեղյակ չէի։ Ուրիշ բան է, երբ ես գիտեմ, իսկ Արեգը չէ։ Այդ ազնիվ չի Արեգի հանդեպ։ Հասկանում եմ, դու ճիշտ ես, աղջիկ ջան։ Բայց դա չի նշանակում, որ դու քո ամբողջ կյանքը պիտի ապրես մի մարդու հետ, ում չես սիրում։ Լսում ես ինձ։ Չմտածես, որ ասեցի ու անցա։ Չէ, մտածիր մի օր, երկու օր, ինչքան որ հարկավոր է, հետո մենք ի վերջո այդ ամենի լուծումը կգտնենք։ Լուսե, ես չեմ կարող քեզ այս վիճակում թողնել, ու չեմ էլ թողնի։ Ես քիչ հետո օֆիս պիտի գնամ։ Դու սպասիր, մայրդ ուր որա կգա։ Խոսիր մորդ հետ։ Կարծում եմ նրա հետ ավելի ազատ ու բաց կխոսես, քան ինձ հետ հիմա խոսեցիր։ Լավ։ Դու իզուր գլուխդ մի գովառում, գործդ կանես, նոր կզանգես։ Եկել ես իրերիդ հետևից։ Իսկ աղա դու եկել ես ինձ օգնես։ Հայ։ Ինչ լավ է, որ հումորի զգացում ունես։ Հենակ չասես, որ դա միակ լավ բանն է, որ ես ունեմ։ Էդ էլ հո ես չասեցի, դու ասեցիր։ Դավիթը ասեց, որ տունը Անայիսին ես թողնում։ Հուսամ դեմ չես։ Դե չէ։ Եթե հավատանք, որ անկեղծ այդպես է, չէ, բայց կներես Սուրեն չեմ հավատում։ Մտածում եմ, որ եթե այդպիսի բան ես արել, ուրեմն դրա տակ ինչ-որ բան կա։ Դե մարդու աչքը տեսածից չէ վախենում։ Այդ հետո պարզ կլինի։ Հիմա ուրիշ բանի համար եմ եկել։ Խոսա, մի քաշվի, սիրելի քենի։ Ես քեզ ժամանակ տվեցի, որ որոշում կայացնես։ Ոչ թե խորամանկություն անես։ Ինչ եմ արել։ Որոշել ես բաժնեմասը վաճառել։ Մտածում էիր չեմ իմանալու։ Հա, Մարության ասա։ Չէ, ցավը տանը մարդ չկա այսօր, մենակ ես եմ։
Այսօր որ դու եկար, գործերդ կիսատ են մնալու։ Նենց որ երկուշաբթին ճիշտ է, երկուշաբթի արի։ Լավ։ Այս դոմոֆոնն է։ Լսում եմ ձեզ, ում եք ուզում։ Բարև ձեզ, շինարարական աշխատանքների բաղով ենք եկել Մորկուր ջան։ Ձեր ընկերության հասել մեր ամառանոցի հարևանն է տվել։ Այսօր մարդ չկա այստեղ, ես մենակ եմ, նենց որ երկուշաբթի եկեք։ Մորքուր ջան, գյուղից ենք եկել, ամեն օր չենք կարա գանք։ Ասում երկուշաբթի եկեք։ Բաց դուրը քանի չեմ ջարդել։ Ես հեսա ոստիկանություն կկանչեմ։ Տենամ, դու ոնց ես դուրը ջարդելու։ Ցանդեցիր հորա։ Արի ջարդենք ներս մտնենք, եսի դուր բացող չի։ Բա որ իսկականից զանգի ոստիկանություն։ Սպասի զանգեմ Ռոմին։ Ախր ասեցի այդ դուպիկը թող մեքենայի մեջ։ Մարկոսյան, ձեր համարը բանն է տվել կապիտան Արամյանը։ Այո, ես եմ։ Ես քեզ այդքան բացատրեցի, ինչը ոնց անես։ Դժվար էր հասկանալ։ Ինձնից ժամանակ ես խնդրում, որ անելիքը տանես, հա։ Դե բա ես ինչ անեմ։ Ինչ ունեի վերցրեցի, ես հիմա ինչով եմ ապրելու։ Թե քեզ դու այս հաշ չեմ ուտում։ Գաղութում լավ հաց են տալիս։ Գաղութում, ես աչքիս ընկել ես երազանքների գիրկը։ Պարզա։ Որոշել ես փախնել։ Դրա համար էլ ուզում ես բաժնեմասը վաճառել։ Դո հա, հետո։ Չի ստացվի Սուրեն, չեմ թողնի։ Այդ ինչ ես անելու շատ է դարգիրը, հե? Ինչ կարաս անես։ Նյութերը, որ ունեմ, վրա երթի հետ կապված ոստիկանության մայորի սպանության, կփոխանցեն ոստիկանությանը։ Դու ինչ ունես, որ փոխանցես, փոխանցողը լներ, հենա շուտ մանես կփոխանցեիր։ Ու միշտ ինձ ատել ես, տես չի։ Մի հարց էլ տամ էլի, այդ քեզ ով ասել, որ ես տենց բան եմ արել, հե? Դու բաժնեմասերը մի փոխանցի Դավիթին կտեսնես, թե ինչի եմ ընդունակ։ Վերջին անգամ եմ զգուշացնում։ Ու չեմ կատակում Սուրեն։ Ժամանակ չկա, արագացրու։ Լևոն, հա։ Դու որտեղից ես իմացել։ Չէ, այդ ցավը տանեմ, չէ, ինձ բան չի եղել, ոչ դուռը բացել եմ, ոչ դուրս եմ եկել։ Հա։ Բա ես վստահ եմ, որ Սրապյանն է ուղարկել, վստահ եմ, լսի։ Իզաբելի հետ կապված աչքերիս մեջ նայելով ինքը ինձ սպառնաց։ Ավելին ասեմ քեզ։ Ես վստահ եմ, որ հենց դրանք են Արեգի վրա հարձակվողները։ Այո։ Լևոն ջան, ցավը տանեմ։ Մարկոսյանն այն զանգում, հետո կխոսենք էլի, լավ։ Հա, Մարկոսյան, դու ստեղ ես, մեր բակում, չկան, դե գնացին ուրեմն։ Չէ, ես կիչնեմ հիմա, այ մարդ, ես կիչնեմ հիմա, իչնում եմ, հա, եղավ, լավ։ Ինձ սմեշ բուրգեր։ Վիկասա։ Ինձ վրապ։ Ֆիքսացինք։ Բա դու ինչ ես ուզում։ Ես էլ այդ սմեշ բուրգերից։ Բարև ձեզ։ Պատվեր կգրանցեք։ Անայիս, հաստատ չեմ խանգարում ձեզ։ Վայ Վիկա, ինչ ես խոսում, չես խանգարում։ Ափսոս Արթուրն չեկավ։
Հա, պիտի իջներ իրանց գործի տեղ։ Աշխատողներից մեկը հիվանդացել է, պիտի փոխարինի։ Դե երկուսն էլ ուսանող են, օգնում են իրար։ Բայց շատ լավ ավիկ։ Երեխեք կարող է ուրիշ մի բան ուզեիք մինչև ճոճի գալը։ Չէ, ձեզ բան ունեմ ասելու։ Ասա Վիկ ջան։ Արթուրը այսքանի օրը պիտի գա մերոնց հետ ծանոթանալու, պապաս էլ ասելա կանչեմ ամառանոց։ Շատ լավ է։ Շատ լավ բան է մտածել պապատ։ Հա, շատ։ Ու ես ուզում եմ ձեզ էլ հրավիրեմ։ Դե Անայիսին մերոնք գիտեն։ Քո մասին էլ պատմել եմ։ Նենց որ գաք համ լավ ժամանակ կանցկացնենք, համ էլ Արթուրը իրան ավելի լավ կզգա։ Սիրով Վիկ ջան։ Թե կասեմ երբ։ Հասկանում ես, չէ՞, պապայիդ համար ինչ դժվար էր այս ամեն ինչի մասին քո հետ խոսալը։ Ես չգիտեմ ճիշտն ասած ոնց ասեմ, բայց մտածում եմ բավականին թեթևացավ, որ խոսած։ Հա, ես էլ զգացի։ Ուղղակի որ Արեգի պահով ասեցի, նեղվեց։ Իսկ դու ինչ ես մտածում Արեգի պահով։ Ինչ իմանամ։ Ես փորձում եմ իմ վրա վերցնեմ այդ ամեն ինչը, ինչ կանեի, եթե ես իր տեղը լինեի։ Ու իմ համար ամենադժվարը այն կլիներ, որ ձեր հետ շփվեի։ Ես հիմա այս ամեն ինչի իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչքան բարդ էր ձեր համար Արեգի ու Սաթենի հետ շփվելը։ Լուսե, խնդրում եմ, այդ ամեն ինչը մի կողմ դիր։ Արեգին էլ ես մի կողմ դնում։ Դու հիմա պետք է մտածես, դու կարող ես Դավիթի հետ ապրել ու ընդհանրապես ձեր ապագայի մասին ու հանկարծ Սրապյանի մասին չխոսաս։ Հայրդ արդեն ասել է, որ իր հետ պայմանավորվելու է։ Ես էլ դու էլ ոչինչ չունենք իրան առաջարկելու։ Բայց հայրդ գիտի թե ինչ առաջարկի։ Ու հանկարծ մտքովդ չանցնի, որ դու հորդ ունեցվածքի համար քո կյանքը դժոխք կսարքես։ Լսում ես։ Հա, լսում եմ, մամ։ Այս շաբաթվա մեջ պապան արդեն երրորդ մարդն է, որ ասում է իմ ու Դավիթի հարաբերությունների մասին մտածեմ։ Երրորդ։ Շատ սիրուն ես։ Ապրես։ Երեխեք, պատվերն եկավ։ Հետո կնկարվեք։ Հացուտելու ժամանակն է։ Չեք նեղանա, չէ, որ ես իմը վերցնեմ, գնամ Արթուրի հետ ընդմիջենք։ Հաստատ չի հասցրել հացուտի։ Բա ինչի՞ չհասցիր Արտուրն էլ վերցնենք։ Դե, այսքանը հաստատ մեզ հերիքը։ Հաստատ։ Հաստատ։ Դե պակա։ Պակա, երեխեք ջան։ Ձեզ լավ օր։ Քեզ էլ։ Դուք խոսացիք։ Հա, խոսացինք։ Չես պատկերացնի ինչ լավ եղավ, որ խոսացինք։ Այդ գիժը մտածեց դուրսն եմ մնացել, ասեց գնանք իրանց տուն։ Դե լավ արի հաց ուտենք։ Սերինեն Դավիթի մորաքույրն է։ Դե ստացվում է մայրը, մանավանդ որ մայր չունի։ Հա, իրոք մոր նման է։ Դավիթին էլ շատ է սիրում։ Դե Դավիթն էլ իրան։ Դե դա արդեն պարզ է։ Մենակ մայրը կարող էր այդպիսի բաներ ասել։ Իսկ Դավիթին ասել ես։ Չէ, ինչ ասեմ։ Դավիթը երբեք չի ուզի, որ մենք բաժանվենք։ Այնպես որ իմ որոշել եմ մի բան է, Դավիթին համոզել է երկու։ Արի դու քո փոխարեն որոշի, հա։ Իսկ Դավիթի դեպքում դու ինքդ ասեցիր, որ Սերինեն կօգնի, կխոսա հետը։ Հա, ասեցի։ Բայց չեմ պատկերացնում ոնց պետք է լինի այդ ամեն ինչը։ Լուսե։ Հա, մամ, հասկացա։ Ես ավելի լավ է հիմա գնամ տուն, մի քիչ մտածեմ, որովհետև որ Դավիթը տուն է գալիս, մենակ մնալ հնարավոր չի լինում։ Վալես, խնդրում եմ, մենակ քո մասին ես մտածում։
Լսում ես։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Հա, Լևոն ջան, նորմալ տղա է այդ քո ընկերը։ Հա, ինքը ինձ ահագին բան ասեց։ Դե իհարկե ես տենց ավելորդ հարցեր չտվեցի, այդ հետո դու կճշտես էլի իր հետ։ Հա, բայց կարևորը գիտես որն է, ցավդ տանեմ, որ գործը բացված է արդեն, հասկանում ես, այդ սրապյանը սենց հետ կքաշվի։ Դե այնտեղ արդեն նայ, մանրամասները ես չեմ իմացել, դու հետը կխոսես, հետո ինձ էլ կասես էլի Լևոն ջան։ Հա։ Իսկ այդ բանը Լևոն մեքենայի հետ կապված դու ինչ-որ բան իմացար։ Յա։ Էս լուրջ ես ասում։ Բա հետո։ Թող լսի, մի օֆիսի եղածը ինչ է, որ չեն կարացել ներս մտնեն, հա? Դու ինչ ես հիմար դուրս տալի, դու քեզ լսում ես ընդհանրապես։ Լավ, Ռոմ, չես պատկերացնի ոնց եմ հիասթափվել։ Լավ, վերջ կզանգեմ, հա։ Սա արդեն պատրաստվել ես, հա։ Եվ ինչ անեմ։ Թղթերը վաղ պատրաստ կլինեն, կստորագրեմ, Անահիսն որ հետ կգան ստեղ, ես էլ։ Բապ դեմ չես լինի, ես էլ գամ։ Դե համ թղթերի հարցը կլուծենք, համ էլ մնացած գումարը կփակեմ։ Չէ, դու ես, դեմ չեմ։ Լավ, բա ուր ես գնալու։ Ուզես ամեն դեպքում մամայի տան բանալին տան մոտդ։ Կամ չգիտեմ, վերջի կարող է Իզաբելի հետ խոսես։ Չէ, մոռացի իմ ու Իզաբելի միտեղ մնալու մասին, դա շատ վտանգավոր է։ Իսկ մորը տան բանալին քեզ վայի, ես էլ կարամ իմ գլխի ճարը տեսնեմ։ Հաստորեն նոնայի մոտ ես գնալու, էլի։ Իսկ կարող ինձ հանգիստ թողնես։ Ես քեզ լրիվ ուրիշ բանի համար եմ կանչել։ Ոնց կուզես, ասա։ Մորքուրդ որոշել է ինձ օրը ծերության ուղարկի գաղութ։ Ոնց օրը ցերեկով օֆիս։ Պատկերացնում ես դու։ Չնայած ինչ եմ զարմանում։ Այն որ Արեգի վրա հարցակվեցին, էլի գիշեր չէր։ Ու ինձ թվում է այդ նույն լակոտներին ա ուղարկել։ Ինչ եղավ քեզ։ Իմ պատճառով է այս ամեն ինչը։ Ասել ես, չէ՞ այն անգամ։ Դու ոչ մի կապ չունես այս ամեն ինչի հետ։ Քո սուրենը արդեն վաղուց ինձ վրա ատամում էր։ Ամեն դեպքում հաճելի չի։ Տես ինչ եմ ես ամեն ինչը քեզ ասում, ընդհանրապես մի բանի համար, որ ուղակի ուշադրել լինես դուրը միշտ փակ պահես, որտեղ ինքը ամեն ինչի ընդունակ է։ Այդ հաստատ։ Բա ինչ պիտի անեք։ Զանգել եմ արդեն ոստիկանություն։ Բա ինչ են ասում։ Դե ասացին այդ կամերաների նկարած ամբողջովին կվերցնեն, ցուցմունքը արդեն տվել եմ, լսի ինչ լավ էր, մենք այդ կամերաները դրեցինք, որտեղ չես իմանա ինքը ինչ կանի, ամեն ինչ ընդունակ է։ Իսկ ասել եք, որ Սուրենին եք կասկածում։ Բայց մորքուրդ սխալվում է, ես տենց հեշտ հանձնվող չեմ, նայես որ լավ ջան։ Մի րոպե, այսինքն ստացվում է դու ընդունում ես, որ այդ մարդուն դու ես վրա երթի ենթարկել։ Չէ, չեմ ընդունում, այդ քո ցնդած մորքուրի մտքերն են։ Մի րոպե։ Սերինեն ցնդած չի այդ մեկ։ Ու երկրորդը իրան ինչին է պետք որ Ղաջան քո մորքուրի սաղկյանքի երազանքն է եղել ինձ թաղել։ Ու դա շատ լավ գիտես ինչի է չկրկնում եմ էլի։ Սպասի, հիմա տես։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ աները այդտեղ ուրիշ գործով է խառնված։ Ու եթե մորքուրդ ինձ քաշտա դատարան, աներդ էլ հենց կողքս է նստած լինելու։ Իսկ եթե աներդ նստեց կողքս, արդեն լուսեմ, քո կողքը չի լինի։ Ուզում ես ասել, որ լուսեին սպառնացել ես։
Դա ու մի խորացել, ուղղակի հիշի քեզ ինչ եմ ասում։ Ես դատարան չպիտի հասնեմ։ Գնում ես, խոսում ես մորքուրիդ հետ ու լուծում ես այդ հարցը։ Վերջ։ Ասա։ Գալիս։ Մեքենան եկել է։ Վերկաց դավջան, վերկաց, զարպնի վիքնի, այ։ Այ։ Հիմա տեստրես, ուրեմն դուրը փակում եմ, բանալին է քեզ եմ տալիս։ Ու շմոհանաս վաղը քրոջդ հետ, գաս, հասկացար։ Հիմա տես, դու սերը անջատում ես, ես դուրս գամ, մեքենան մեզ սպասում այ։ Ես ու հեսնես չեմ զանգել։ Ես զանգել եմ կապիտանի ընկերոջը։ Ցուցմունքն էլ ինքնավերցրել։ Առաջինը պետք է այդ լակոտներին գտնել, այդ ինքը ասեց։ Նա եթե գնացին ասենք թե Սրապյանի մոտ ասին դու ես ուղարկե ինչ ասելու, հա, ես եմ ուղարկել։ Դա չէ հաստատ։ Դե սենց ավելի լավ է, էլի Լևոնը իրան կասի ինչ անի, մինչև ինքը կվերադառնա, այ որ վերադարձավ արդեն իր ձեռքը կվերցնի այս գործը, էլի։ Այդ լակոտներին պետք է գտնել։ Ու այս գործը այս անգամ մինչև վերջա պետք տանել, որովհետև Սրապյանը չի հանգստանա, մինչև մեկն ու մեկի գլուխը չուտի։ Լավ, ես գնամ դու դուռը անպայման փակ կպահես։ Սաթեն Արեգն էր եկել։ Որ վթարից էր հարցնում։ Հա, բայց դե ես ոչ մի բան չգիտեմ։ Հեռախոսով խոսել եմ կապիտանի հետ, լսել, քո անունն եմ տվել։ Մտքովս չանցավ, որ վերակենալու գա։ Ամեն դեպքում շատ անհանգիստ էր քեզ համար ու շատ անտրամադիր։ Ոչ մի բան չասես, խնդրում եմ, ես էլ իմացավ, ընդհանրապես չի թողնի ես տնից դուրս գամ։ Ինչի՞ ես որտեղ պիտի իրան տեսնի։ Դե ամեն դեպքում։ Իսկ կարող է որոշ ժամանակ օֆիս չգնաք։ Ես էլ եմ մտածում։ Չգիտեմ։ Կարող եմ։ Լավ, ես գնամ։ Դուռը չմոռանաս փակել, խնդրում։ Ես գնացի։ Խոսեցինք, հասկացավ ամեն ինչ։ Հիմա խոստացել է այսօր վաղը կխոսի հետ։ Դե լավ է։ Վերջապես կխաղաղվի հոգիս։ Արգամ, իսկ ինչ ես մտածում Սուրենի պահով, կստացվի մի բան։ Հա, անպայման կստացվի, ես արդեն ասել եմ Վարդանին Սուրենի 4 բոլորը կուսումնասիրի, հասկանա գործերը ինչ վիճակում են ու կստացվի։ Բայց Վարդանը… Արի դու մի անհանգստացի Վարդանի պահով, հա, Վարդանը շատ լավ գիտի իր անելիքը։ Լավ։ Այսօր նույնիսկ բան ասեց, որ ես շատ զարմացա։ Սուրենն ուզում է վաճառի իր շինարարական ընկերությունը։ Ու շատ հետաքրքիր է։ Դավիթը տեղյակ է դրանից։ Չես ասելու։ Ասելու եմ, իհարկե, ասելու եմ։ Բայց թող Վարդանը տեսնի ինչ է կատարվում հետո։ Ինձ թեյ տուրելի խմեմ, գնամ քնամ։ Այսօր շատ եմ օգնել։ Լավ։ Արկ ջան, չես հասկանում, իսկ ես ասում եմ գործով գնացել էի։ Հիմա ինչա չանենք։ Էլի անենք, Բայց Լևոնն էր զանգել այսօր։ Գիտես ինչ է ասում։ Հիշում ես, որ ես քեզ ասել էի այդ Սրապյանը մեքենան արագ վաճառել է։ Հա, հետո։ Ոնց, Բաթումից մեկին գտել է։
տարիքով մեկն է, ով այդ թվերին ոստիկանությունում է աշխատել։ Ու այդ մարդը Լևոնին խոստացել է, որ կօգնի։ Լևոնն ասում է, որ այդ մեքենայի արագ վաճառքը ապացուցում է, որ Սրապյանը կապ ունի իր հոր Մահվանի հետ։ Ասենք թե գտան այդ մեքենան։ Ու Իա։ Ում ես չգիտեմ, բայց Լևոնը շատ ոգևորված էր։ Բա դու ինչ ես ոգևորված։ Դու չես ոգևորված։ Ես ոգևորված եմ, որովհետև եթե ապացուցվի, որ այս ամեն ինչի ետևում Սրապյանն է կանգնած, մենք վերջապես կազատագրվենք այդ տականքից։ Արեք։ Սա կասկածներ ունենալը մի բան է, բայց հստակ ապացույց ունենալը լրիվ ուրիշ։ Ու ես մի տեսակ չեմ հավատում, որ Լևոնը կկարողանա ձերբակալ իր Սրապյանին։ Նենց էի հուզվել, մամ չես պատկերացնի Վիկան ինչ լավն է։ Ոնց չեմ պատկերացնի։ Ես Վիկային շատ լավ ճանաչում եմ, գիտեմ ինչ լավն է։ Մամ, իսկ կարա Վիկան գա ստեղ մնա։ Ինքն է ասել։ Չէ, ինքը չի ասել, բայց ես զգացի, որ ուզում եմ։ Դե ես ու Արամը այս վերջերս անդադ իրար հետ ենք ժամանակ անցկացնում ու ես ու Վիկան կարոտում ենք իրար։ Անահիս ջան, մի հատ սպասի տեսնենք ինչա դառնում էս ամեն ինչը նոր էլի։ Մամ, ինչ-որ բան կա չես ուզում ասես։ Դե դա միայն իմ կասկածներն են։ Ես եթե ինչ-որ մի բան հաստատ իմանամ, քեզ կասեմ։ Դու ավելի լավ է ասա, ոնց է ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Հա, մամ ջան, ամեն ինչ շատ լավ է։ Արամը շատ բարի է, շատ հոգատար է, նրբանկատ։ Իր այդ ժամանակը շատ արագ է անցնում։ Համել 55 րոպեից կհասնի, ես գնամ, տետրես պետք է հավաքեմ։ Հավայիս ջան, կներես, ասեցի կզանգեմ ու չզանգեցի, այնքան զբաղված եմ, այնքան գործ ունեմ, չես պատկերացնում, բայց ուզում եմ, որ ես ու դու անպայման հանդիպենք, այդ ժամանակ էլ կքննարկենք Սաթենի հետ կապված հարցը։ Չէ, հենց այսօր էլ կհանդիպենք, խնդիր չկա։ Եղավ, լավ։ Հա, Դավ ջան, լսում եմ։ Հա, Մոկ ջան, այսօր Անահիսի դասերից հետո միասին գնալու ենք ու այդ հարցերը լուծենք։ Լսի, ես պիտի պապային հանդիպեմ, բայց մինչև դա ուզում եմ մենք հանդիպենք։ Դե հա, պապայի հետ է կապված, բայց հեռախոսով ոչ մի բան չեմ կարող ասել։ Լավ, ես օֆիս եմ գնալու, դու ժամ հասկացի ասա ինձ։ Լուսե, զբաղված ես։ Չէ։ Ինչ-որ բան կա։ Կնստես։ Ասա։ Ես քեզ շատ կարևոր հարց եմ ուզում տալ, ուղղակի չգիտեմ ինչքանով կուզես պատասխանել հարցիս։ Ես գիտեմ, որ դու ինձ հետ սիրելով չես ամուսնացել։ Հա, ու ինչքան էլ որ դժվար է դրա մասին խոսելն ու խոստովանելը, բայց ինչն է քեզ ստիպել։ Լավ, ավելի կոնկրետ տամ հարցս։ Հայրս քեզ ինչ է ասել, որ դու ամուսնացել ես հետս։ Ոնց էլ չլինի, գոնե իրանց էջերը կվարենք։ Շատ ճիշտ ես, կհարցնեմ ու կասեմ։ Հեսա կոֆեները թափելու է։ Ու ֆրեկերը։ Ես Իզաբելին շատ բան եմ ամուսնացել։ Հիմա փաստորեն այդ գործում վկա կա։ Եթե ասում եք այո, ուրեմն վերջնական ժամանակացույցը հաստատենք ու սկսենք միասին աշխատել։
Սաթեն։ Իսկ եթե եթե երբևէ ես բաժանվեմ,